Ամեն բան սկսվեց այս հարցազրույցից։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ազգային բարեգործ Սամվել Կարապետյանի այս հայտարարությունն է քննչական կոմիտեն համարում սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանությունը զավթելու, կառավարության լիազորություններին տիրանալու հրապարակային կոչ։ Բարեգործն այս մեղադրանքը չի ընդունում։ Սամվել Կարապետյանը միշտ խոսել եւ շարունակում է խոսել հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու եւ ազգային արժեքների շահերի պաշտպանության օգտին։ Նրա խոսքերն ու գործողությունները բացառապես ուղղված են քաղաքացիների իրավունքների եւ կրոնի ազատության խաղաղ պաշտպանությանը։ Կատարվողը էմոցիոնալ պորտկում են համարում Կարապետյան ընտանիքում, եղբորորդին է դեպքերի հաջորդականությունը թվում ու վստահ է, ակնհայտ են մոտիվները։ Մենք հերթականությունը կարանք բոլորս նայենք, կտեսնենք, որ տեղի էր ունեցել հայտարարություն Սամվել Կարապետյանի, որից հետո հայտնի վիդեոներ, որից հետո հայտնի հրապարակումներ ու հայտարարություններ։ Ամբողջը տեղի ունեցել հանրության աչքի առաջ ու մենք բոլորս կարող ենք տեսնել ինչ մոտիվներով, ինչ են մարդիկ ուզում անեն։ Ազգային բարեգործի փաստաբաններն էլ ամբողջ պրոցեսին հակաօրինական գնահատականն են տալիս։ Համոզված ենք եւ ընթացքում բոլորդ կհամոզվեք, որ եւ քրեական վարույթ նախաձեռնելը, եւ հարկադրանքի միջոց կիրառելը, եւ հանրային քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաեւ մեղադրանք ներկայացնելը կրում են բացարձակ ապօրինի բնույթ եւ ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարույթային գործողությունների ընթացքում абսուրդի ժանրից է։ Կարապետյանի հարցով միջազգային հարթակներում են անհանգիստ։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեից են Երևան, երկրի գլխավոր դատախազին նամակ ուղարկել ու խնդրել միջոցներ ձեռնարկել պաշտպանել Կարապետյանի իրավունքները։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների հակաիրավական գործողությունները կանխելու համար, աջակցել քաղաքացու եւ հավատացյալ քրիստոնյայի իրավունքները պաշտպանելուն։ Ամեն ինչ լավ է լինելու լուսադեմին այս հայտարարությամբ Կարապետյանն իրավապահների հետ դուրս եկավ տնից, գնաց ՆԳՆ։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է, իրանք հասկանալու են, որ իրանք հասկանալու են, որ սխալվեց։ Իսկ երբ Կարապետյանը դեռ տանն էր, եղբայրն էր ասել, սպասում են ազգային անվտանգությանը, որ պետք է գար ու ձերբակալեր բարերարին։ Այդպես էլ չեկավ ու առավոտ կանուխ վարչապետը որոշում ստորագրեց, ծառայության տնօրենին ազատեց աշխատանքից։ Միայն ժամեր անց, երբ մամուլն արդեն գրել էր, որ կաբինետից Աբազյանի հեռացումը կապված է Փաշինյանի հրահանգը չկատարելու հետ, վարչապետը մեկնաբանեց ԱԱԾ տնօրենը հանգստի է արժանի, ահա պատճառը։ Պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա։ Ազգային բարերարին քննչականից դատարան են տանում խափանման միջնորդությունը քննելու։ Ճանապարհին մեծաթիվ ոստիկանական ուժերի տեղափոխումն է նաև ֆիքսում ժամի տեսախցիկը։ Հասնում ենք դատարան, նիստը դռնփակ է։ Բաքում Կարապետյանի հազարավոր աջակիցներն են հավաքվել, այդ թվում հասարակական քաղաքական գործիչներ, մշակույթի հեղինակավոր ներկայացուցիչներ։ Գալիս են նաև մայր եկեղեցու հոգևորականները, ազատության, արդարության հաղթանակի աղոթք բարձրացնում։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։